Այսօր գնում ենք Արևշատ գեղեցիկ մի գյուղ, որի անունն է, որտեղ տանիքը որոշել է նրան։ Ամեն ինչի սկիզբը եւ աճեցնողը նրա շնորհիվ մենք ունենք այսօրը եւ շարունակում ենք կյանքը։ Մենք որոշեցինք կանգնել, տեսեք այս գեղեցկությունը հայոց աշխարհի չնաշխարհիկ, երբում արդեն թաքնված է գյուղը, որտեղ որ մենք գնում ենք հիմա։ Եվ ահա է գալիս բարեկամներ։ Բարեկամներ, հարգանքներս, մենք այսօր գնում ենք Արևշատ գեղեցիկ մի գյուղ, որի անունն է Ռինդ, եւ Ռինդ գնալու ճանապարհը այսուհետ որոշ ժամանակ զարդարված է լինելու կանաչով, որովհետեւ հայոց լեռները գառնաշուշն են տարածում իրենց վրա եւ ամենուր։ Այս հոտը շնչելը միայն կյանքդ երկարացնում է 10 տարով։ Դրա համար էլ մենք շուստերի ենք գտնվել ու մնացել ենք Վայոց ձորում, որպեսզի երկար ապրենք։ Թե չէ, ասենք կարող էին գնալ ու Երևանին հարակից կամ այս Երևանում բնակվել քարերի ջունգլիում, բայց ոչ ընկերներ, մենք որոշել ենք հենց իսկական լեռներում բնակվենք, որպեսզի կարծր լինենք լեռների պես հզոր կանգուն մեր տեղում կանգնած։ Այս սարերը իրենց մեջ պարունակում են բազում գեղեցիկ պատմություններ, հզոր պատմություններ, զորեղ պատմություններ եւ զորավոր եկեղեցիներ ու վանքեր։ Մենք այս շնչով ապրել մեծացել ենք եւ կրթվել ենք։ Հետևաբար մեր գիտակցությունը ամբողջովին համահունչ է մեր լեռնաշխարհին, դրա համար էլ մենք հզոր ենք եւ ուժեղ։ Այստեղ ծնված մեծացած մարդը հզոր է ամբողջ աշխարհով մեկ։ Հետևաբար գնում ենք հզորների բնորան։ Հզորների բնորաններից մեկը այցելում ենք Ռինդ գյուղ, որտեղ մեր տիկին Անահիտի ծննդյանօրն է։ Այսօր նրա ծննդյանօրն է եւ որտուն տանիքը որոշել է նրան գեղեցիկ անակնկալ մատուցել ու մենք էլ գնում ենք այդ ամենը կազմակերպելու գեղեցիկ ծաղիկներով, տորթով եւ իհարկե Անահիտ համահունչ անունով կոնյակով։ Հրաշալի է ամեն բան, թե լեռները, թե ամպերը, թե երկինքը ու եղանակը այսօրվա ուղղակի հեքիաթային են։ Այսօր մենք Վայոց ձորից պետք է ուղևորվենք դեպի Լոռու ճգնաղ մարզ ուղիղ Ալավերդի քաղաք։ Ալավերդի բարևներս, հարգանքներս։ Գնանք Ռինդ ու բարձրանանք Ալավերդի։ Ալավերդից հետևող մարդիկ ունենք, թող ակտիվանան մեկնաբանություններում մի երկու բան գրեն, ասեն այո, մենք հետևում ենք քեզ։ Ես էլ մեծ սիրով հարգանքներս փոխանցեմ նրանց ու ասես բարի կապի մեջ մնանք իրար հետ միշտ։ Բարություն տարածենք, սեր ու հարգանք, որովհետև ամեն ինչի սկիզբը եւ աճեցնողը դա սերն է, սերը ու հարգանքը։ Եթե դրանք կան, ուրեմն դու ուժեղ ես եւ ամուր։ Եթե դրանք չկան, խշպառ ես ու գեշ, տապար ես։ Այդպես որ սերը շատ կարեւոր է։ Սիրենք ու հարգենք մեկս մյուսին, մենք հզոր ենք, մենք հզոր ազգ ենք եւ այդ հզորության մեջ պետք է հաշվի առնենք, որ սերը կարևոր բաղկացուցիչ բաղադրիչ է, որի շնորհիվ մենք գոյատևում ենք, ապրում ենք ու անցնում ենք բոլոր դժվարությունները։ Գյուղի ճանապարհն է, քաշել են ջրագից, շուտով ասֆալտ կքաշեն երևի, բայց դա հաստատ չի, վստահ չեմ կարող ասել, այնպես որ կսպասենք, կտեսնենք ինչ կլինի։ Շիվա գյուղից վերև է գտնվում Ռինդը։ Ռինդը հայոց աշխարհի տարբերվող գյուղերից մեկն է։ Այնտեղ զբաղվում են խաղողագործությամբ, գինեգործությամբ եւ դա դարերով է այդպես։ Մենք էլ միշտ գնալուց ուրախանում ենք եւ մեզ լավ զգում, որ ունենք նման հարուստ գյուղ։ Դե ինչ ընկերներ, գնանք հասնենք Ռինդ, կտեսնենք ձեր աչքերով Ռինդ գյուղը։ 44 օրյա նա իր կյանքը չխնայեց անուն հայրենիքի մեր այսօրվա համար։ Մենք հպարտ ենք, ուրախ ենք եւ միշտ շնորհակալ մեր Տիգրան Ավետիսյանին եւ մնացած մեր բոլոր հզոր տղերքին։ Նրանց շնորհիվ մենք ունենք այսօրը եւ շարունակում ենք կյանքը։ Չնայած բազում դժվարությունների եւ բարդությունների, որոնք ունակ են մարդուն ուղղակի խելագարության հասցնել, բայց մենք կդիմանանք, հաղթահարենք այս փուլը, կշրջենք այս էջը հզորությամբ ու կգնանք առաջ միասին։ Մեկ բռունցք դարձած եւ այդ բռունցքից կվախենան նրանք, ովքեր մեր լավը չեն ուզում։ Մենք
որոշեցին կանգնել հիանալ այս տեսարանով Վայոց Ձորյան ու ասել, որ գնում ենք Ռինդ։ Ռինդ գյուղը գտնվում է այնտեղ։ Բայց մինչ Ռինդ գյուղը հասնելը դու ականատես ես լինում հրաշք լեռների, վեր խոյացող հրաշք լեռների։ Տեսեք ինչ գեղեցիկ է լեռները։ Այս լեռները տարբեր եղանակների տարբեր գեղեցկություն ունեն։ Այսօր օրինակ կանաչի եւ քարերի գույնի մեջ են։ Այստեղ դաշտերն են ծաղիկների բազմատեսակ, տեսեք ինչ սիրուն ծաղիկներ են, այս ծաղիկներից է։ Ուսումնասիրում ենք հայոց հողի գեղեցկությունները, բարեկամներ։ Սիրուն է, չէ՞։ Այսպես ծաղիկներ է շուրջ բոլորը։ Դաշտերն են։ Հերվում երևում է մեր մյուս սարերը, որոնցից այն կողմ արդեն թաքնված է անախորժ մի բան։ Այսինքն իջնում ենք ներքև, հետ բեր, զում մի արելի, հետ բեր։ Եվ ընկերներ, այս լրիվ հետ բեր, որ այս հովիտ է երև այս գեղեցկությունը։ Տեսեք ինչ գեղեցիկ տեղում ենք մենք հիմա։ Սա Վայոց Ձորի սիրտն է։ Վայոց Ձորի սիրտը այստեղ է բաբախում։ Տեսեք այս գեղեցկությունը հայոց աշխարհի չնաշխարհիկ։ Հերվում արդեն թաքնված է Ռինդ գյուղը, որտեղ որ մենք գնում ենք հիմա։ Եվ ահա կովիկն է գալիս, բարեկամներ։ Կովիկ, այտուր, կանգնի ուր ես գնում, արու վանգես հրա հետևից։ Անտեսանելի չոբանն է ընկել այս կովի հետևից, քշում է դեպի չգիտեմ ուր, բայց սա թաքլամիշ եղած կով է։ Նրա անկերները չգիտենք ուր են, բայց նա այստեղ է։ Դե, հիմա շարունակենք մեր ճանապարհը, գնում ենք Ռինդ գյուղը ձեզ ցույց տանք։ Այս անգամ այնքան ոգևորված եմ այս բնական գեղեցիկ տեսարանով, որ ուզում եմ դրոն էլ օգտագործենք այս կադրերի մեջ։ Դրոնով նկարենք Ռինդ գյուղը, որովհետև այն ուղղակի չքնաղ է այսօր։ Հետևաբար հիմա հենց հասնենք գյուղի սկզբնամաս կամ հենց ստեղ էլ կարամ կանգնեմ։ Դրոնով նկարելով գնանք։ Բայց ես կարող եմ համ մեքենա վարել, համ դրոն վարել։ Ահա, իհարկե կարող եմ։ Այսօրվա մեր թեման է Ռինդ գյուղը։ Հայոց աշխարհի գեղեցկագույն գյուղերից մեկը։ Չքնաղ գյուղերից մեկը, մանավանդ այս եղանակին, գարնանային եղանակին, որ կանաչը շատ է։ Նայում ես ու հիանում։ Հպարտանում ես, որ քո աշխարհում կա նման գյուղ։ Այստեղ էլ շուտնիկ բարեկամները, հումորասեր բարեկամները Ռինդի աֆիշի տակ գրել են Ռանդի, անգլերեն Ռանդի, հայերեն Ռինդ։ Բարի գալուստը Ռինդ վահանակն է մեզ դիմավորում, եւ այս բարի գալուստի մոտ էլ կարելի է կանգնել ու դրոնով ֆիքսել ամբողջ Ռինդ գյուղը։ Քանի որ պարզ դարձավ, որ մեր այս հիմարիկի մեջ չկա զարյատկա, մենք որոշեցինք հետո թռցնել դրոնը, իսկ հիմա կգնանք պատվերը տեղ հասցնելու։ Ռինդ գյուղն է կադրերում, հիմա գյուղամիջյան ճանապարհը, որը եթե բավականաչափ գնաս, կհասնես այնպիսի տեղ, որտեղ որ արդեն սկսում են խաղողի այգիները, որը հենց դրոնով ավելի կոնկրետ ցույց կտանք։ Հովհաննեսն էլ կցուցադրի հենց այս իմ խոսքերի վրա խաղողի դաշտերը, որը մենք տեսա նկարելու ենք դրոնով։ Գարիկը եւ Գևորգը շատ ուշադիր որդիներ են իրենց ծնողների հանդեպ, նրանք այս պահին գտնվում են Ռուսաստանում, բայց հայրիկն ու մայրիկը գեղեցիկ Ռինդ գյուղում են, իրենց հենց հայրական տանն են։ Հետևաբար նրանք ամեն առիթը բաց չեն թողնում իրենց ծնողներին ուշադրություն դարձնելու, սեր ու հարգանքը ցույց տալու։ Մենք էլ արդեն ոչ առաջին տարին է, որ գալիս ենք, միշտ եկել ենք եւ մեծ սիրով անակնկալ ենք արել նրա ծնողներին։ Այսօր մայրիկի ծննդյան օրն է, հետևաբար մենք մայրիկի համար ենք եկել Ռինդ։ Հիմա մի քիչ սպասենք, որ դրոնը վերցնի համապատասխան զարյատկան, որ թռցնենք օդ ու նկարենք Ռինդ գյուղը իր ամբողջ գեղեցկությամբ։ Ռինդի Սուրբ Աստվածածինն են ընկերներ։ Բարեկամներ, հիմա մենք ուղղություն ենք բռնել Ռինդ գյուղի 14 փողոց։ 14 փողոցը դա շատ հարուստ ու գեղեցիկ փողոց է։ Այստեղ մուտք գործելուց հենց ձախից միանգամից աչքի է ընկնում մի գեղեցիկ պատ, որի կառուցողը իմ սրտի մեջ տեղ ունի։ Հենա, տես, մեր հայոց մեծ ժառանգություն ունեցող պատ է սա։ Մեսրոպ Մաշտոցը, Բերդեր, Մասիսն ու Սիսը
հին Հայաստանը ծովից ծով եւ սա իր մեջ ներառում է մեծ իմաստ, որը մենք չենք կարող ուղղակի անտեսել այստեղով անցնելիս եւ այս փողոցի համարյա մեջտեղները գտնվում են Պարտեզ Ռինդ գյուղի, որտեղ մեր մանուկներն են սովորում եւ իրենց կյանքում առաջին ուսուցողական պահերն են ապրում։ Մեր ընկերն էր նոր կամազով եկավ ու անցավ, իսկ հիմա մենք Պորշով կանցնենք ու կգնանք մեր Օբելյարի օջախ։ Մեր տիկին Անահիտին այսօր պետք է ուրախացնենք իր երկու որդիների կողմից, Գևորգի եւ Գարիկի կողմից։ Նրանք շատ սիրում են մայրիկին։ Նրանք Եղեգնաձորում են նոր են եկել, մենք էլ գնանք մի անգամից շնորհավորենք։ Ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Տատիկներն են կադրերում։ Դες իր գեղեցիկ բան պրոյեկտ է մեր աչքերի առաջ տուն է երևի սարքում։ Ուրախությամբ լինի հայոց Սուրբ օջախ, իսկ մենք հասանք արդեն մեր Հոբելյարի օջախին, այո, հասանք տեղ, ընկերներս։ Հիմա կանգնենք շլորի ծառի տակ ու գնանք։ Շլորա թե դեղծա։ Դեղծենու տակ։ Հովին կանգնենք ու գնանք անակնկալ անելու։ Հովանես, ծաղիկ ունենք այստեղ եւ կոնյակ։ Տալիս եմ քեզ ծաղիկը, գմփիկը վերց, հարմար է քեզ։ Ուրեն բարեկամներս։ Ստեղ չա։ Տունն է երևի։ Ստեղ չա, ուրեմ այստեղ։ Ջան, ուր եք։ Ես ձեզ եմ որում, ես եկաք հասակ հայ Եղեգնաձորից, բարև ձեզ։ Տիկին Անահիտ։ Մենք գիտենք, որ այսօր ձեր ծննդյանօրն է եւ դուք շատ սիրված եք, այդպես պատճառով եկել ենք ձեզ ուրախացնելու։ Դեմ չէ, չէ՞ մեծ աղբեր։ Ասա լավ եմ արել, հա։ Լավ եմ արել ու բոլորի հետ ենք լավ արել, որովհետեւ անակնկալը արդեն երևի պատկերացնում եք ում կողմից կլինի, չէ՞։ Տղաների։ Ձեր որդիների։ Նրանք ձեզ հավերժ շնորհակալ են եւ ուրախ են, որ հենց դուք եք իրենց ծնողները, բայց այսօր մամայի օրն է, մամային եք շատ գովում։ Շատ շնորհակալ են։ Դուք նրանց համար հավերժ սրբություն եք եւ ձեզ շատ սիրում են։ Առողջ լինեք, լավ լինեք ու միշտ պատրաստ են այդ սերը ձեզ ցույց տալու։ Քո սրտի ջերմությամբ տունն է շնչում։ Ես քաղցրություն, հա, լավ ես անում, նկարում ես մեզ, բայց հիմա դու պետք է գործողություն անես։ Միշտ այսպես քաղցրով ձեզ կպահեն, նրանք այդպիսի որդիներ են, հենց այդպես որդիներ եք դաստիարակել, իսկական Սուրբ Մայրիկին վայել։ Տիկին Անահիտ, մենք ձեզ բերել ենք համանուն Անահիտ կոնյակ։ Աստվածուհի, արել ես, ապա ինչ իմանամ, հենա դե տղաներ քեզնից են սովորել, էլի ռոմանտիկ բաներ են անում, բայց ես կպահեք, որ գան իրար հետ խմեք։ Այդ դրա համար ենք այդ բերել, քո բերած այսօր էլ կխմեք, հա։ Եվ հիմա պահը վրա հասա, որ ծաղիկներ տամ նվիրես, հատե պանչիկ անես, ջիջարով, հա։ Ես հենա բերել եմ, էլի։ Ո լավ, դու вообще ռոմանտիկ ես բերել, նկարին, ուրա սերը։ Սերը բերքը։ Չէ, հիմա մի հատ դու, որ որդիները տենան, գիտես կար շատ են ուրախան։ Իրանց միշտ ապրեսնում է։ Շնորհավոր, լավ որ եկել ենք ձեզ հեքիաթային էմոցիաներ տանք, որ այդտեղ շարունակեք միշտ ապրել, միշտ իմացեք ձեզ շատ են սիրում ու ոչ մի առիթ բաց չեն թողնում ձեզ ուրախացնելու։ Դե ձեզ լիքը սեր, առողջություն, գնում ենք մենք, Ալավերդի ենք գնում։ Բա, Ջան եմ բերել արի գնում ենք իրար։ Ալավերդոս։ Հա, եկեք նստեք այդանք իրար հետ։ Մեզ ինչ անես։ Գնում եմ այլի ծնունդ է։ Էդանք ես կակրասան դե օբյեկտում հավաքվել է, սաղցանները միտեղ կանենք։ Դաժակ բանկ խմից նոր։ Անուշարեք, չէ, մենք գնում ենք։ Մենք գնում ենք ձեզ լավ օր, հեքիաթային օր, ձեր որդիները ձեզ շատ են սիրում, առողջ լինեք։ Ընտանիքների հետ միասին իհարկե, բա թորնիկները, բա հարցները, բոլորը։ Էս քո ավտոն, հա, կապտեմ, խնդիր չի։ Սիրուն է, ինչ ես անում բա սրանով։ Երեխեքին եմ տանում Թումոյի դասերի։ Հա, էսի պետական մեքենա։ Պետությանն է, էլի, բայց դու ես վարորդը։ Քո ավտոբուսն էլ էնա։ Շուտվանից, էլի։ Սովոր ես, էլի, երեխեքին տանես, բերես։
Դե առողջություն։ Դե հելանք մենք։ Հովանես, դե դու այնտեղ խաբար ար մեր ընկերներին թող լայքեն, իսկ մենք շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի ուղիղ դեպի Վայք հետո Ալավերդի։ Մացար։ Դե որ իմացար գնացինք Ալավերդի։